Տիրոջ անունը փառավորվի, Սիլաստուն ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Տեր Հիսուսը իր բոլոր գործերի մեջ, իր բոլոր ողորմությունների մեջ մեր Աստված օրհնյալ է, ժողովուրդ ջան։ Մենք այսօր ամեն մեկս տեսնում ենք Աստծո օրհնությունը մեր բոլորի կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր Աստված իր ողորմությունը տարածում է բոլոր իրան հավատացողների կյանքի մեջ, եւ այսօր մենք իրապես տեսնում ենք Աստծուն մեր կյանքի մեջ, որ Աստված կա մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Աստված մեր պահապանն է, նա մեր Տերն է, ժողովուրդ ջան։ Կարող ես աշխարհը չտեսնի Աստծուն, բայց դու տեսնում ես։ Ինչ համար, որտեղ դու հավատում ես Աստծուն, ժողովուրդ ջան։ Որտեղ դու հավատքով տեսնես Աստծուն, հավատքով պիտի շփվես Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Որտեղ ավան առանց հավատքի ասում ամեն բան մեռած է։ Եթե մարդու մեջ հավատ չկա, այսինքն իր այդ բոլոր գործերը մեռած է, ժողովուրդ ջան։ Համար ինչ համար այսօր Աստված այսօր ամեն մեկիս ինչ այնում, բերում է դեպի հավատքին, դեպի Աստծո խոսքի մեջ, որպեսզի մարդը չերես Աստծո խոսքով մարդը ճանաչի Աստծուն, ժողովուրդ ջան, եւ մարդը կարողանա մոտիկանալ Աստծուն։ Եվ դա Տերը բոլորս էլ օրհնի, այո, մենք այսօր տեսնում ենք Աստծո ամեն նպատակը, որ բոլոր մարդիկ ճանաչեն Աստծուն, բոլոր մարդիկ։ Մենք տեսնում ենք այսօր Աստծո ծրագիրը, մենք տեսնում ենք այսօր Աստված տարբեր ազգերին իր ողորմություն անում է, ժողովուրդ ջան, տարբեր ազգերին։ Մենք տեսնում ենք, որ այո, այն ազգերը, որոնք Աստծուն Քրիստոսին չեն պաշտում, բայց Աստված այդ ազգերից էլ է հանում քրիստոնյաներ, մարդիկ Աստծուն պաշտում են, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստծո պաշտելը ոչ թե անուն ունենալն է, որ այսօր սաղ իմանան, որ մենք քրիստոնյաներ ենք, չէ, բայց հավատքը չկա մեր կյանքի մեջ, այն հավատքի գործը, որ Աստված ուզում է ինձ ու քո մեջ քո կյանքի մեջ տեսնի, դա չկա, ժողովուրդ ջան։ Այսինքն հավատքը անունը չի, որ մենք քրիստոնյաներ ենք ու վերջ։ Հավատքի հետ նաև գործ կա, նաև սեր կա եւ ողորմություն կա բոլորիս կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Համար այսօր Աստված ինչ անում, այսօր Աստված ուզում է իր բոլոր ժողովրդին սիրտը դարձնա դեպի իրան։ Բոլոր իրան հավատացողներ, այն մարդիկ, ովքեր ընդունել են Հիսուսին Տեր ու Փրկիչ, Աստված այս մարդկանց բոլոր սրտերը դարձնա լյովին դեպի իրան, որպեսզի մարդիկ Աստծուն ճանաչեն, Աստծո հետ կապ ունեն, Աստծո հետ հաղորդակցվեն, ժողովուրդ ջան։ Այսօր որքան կարևոր է, որ մարդը հաղորդակցվի Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Կարող ինչ-որ մեկը հարց տա եղբայր ջան, բայց ոնց տենամ ասում, որ իր հետ հաղորդակցվեմ, չէ, ժողովուրդ ջան։ Մենք ոնց ենք հաղորդակցում մեր Աստծո հետ։ Մեր ներսի հավատքով մենք գալու ենք Տիրոջ առաջ եւ մենք հավատում ենք, որ Աստված ինքը լսում է քո աղոթքը, Աստված տեսնում է քեզ։ Աստված քեզ սիրում է եւ քեզ մոտիկանում է, ժողովուրդ ջան։ Հավատքը անտեսանելի է տեսնում։ Մենք այնական խոսացինք, որ հավատքը անտեսանելին է։ Այն որ Աստված ասում է ես քեզ սիրում եմ, ժողովուրդ ջան, մենք այսօր որ մենք նայում ենք, ոչ մի տեսադաշ չկա, որ դու տեսնես մի հատ էկրանի մեջ Տեր Հիսուսը քեզ սիրում է, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք այսօր տեսնում ենք ամեն բան, այսօր Աստված դրել է հավատքի վրա, որ այսօր մարդը հավատա, որ Աստված ինձ սիրում է, ժողովուրդ ջան։ Ինչու անգամ շատ մարդիկ, որ այսօր չեն կրում այդ հավատք ունենան, այսօր շատ մարդիկ, որոնք ունենում են դժվարություններ, հավատքի իրաց կյանքի մեջ, դժվարություններ, եւ այսօր շատերը, որ այսօր չեն կարողանում պաշտամունքներ գնալ, ժողովուրդ ջան, մարդու մեջի հավատքը կորում է։ Այսինքն մարդը այդ բամեն եղած իր ներսի խնդիրը տեսնում է, իր դժվարությունները տեսնում է, բայց Աստծո սերը չի տեսնում, ժողովուրդ ջան։ Մարդ այսօր չի պատկերացնում, որ դու ինչ վիճակի որ մեջ կաս հիմա, սիրելի հոգի, թեկուզ դու լսես այս խոսքերը, լավ իմացի Աստված քեզ սիրում է, Աստված քեզ սպասում է, ժողովուրդ ջան։ Աստված չեկավ այն, Աստված տեսավ, որ երկրի վրա մեկը բարի մարդ չկար, արտար մարդ չկար մի մարդ, որ մեկը գտներ ցույց տա, որ ասեր Տեր Հիսուս, այս մեկը արտար է։ Աստված տեսավ, որ բոլորն են մեղքի տակ մենք խոտորված ենք, ժողովուրդ ջան։ Հիմա ինչու համար որ մարդկանց ներսի հավատքը պակսում է։ Երբ որ մարդը տեսնում է իր վիճակի,
իր անհավատությունը, վերջը մարդ ասենք ունի այսօր տարբեր խնդիրներ, դժվարություններ, մենք այն անգամ խոսացինք, միգուցե մարդը դաժե մեղան չի Տիրոջ առաջ, ժողովուրդ։ Այսինքն այս տվյալ մարդը փոխանա տեսնի Աստծուն եւ կարողանա Աստծուն աղաղակի, ժողովուրդ։ Մենք տեսնում ենք այս ամեն բանի ելքը ինձ ու քեզ Տերը բերում է դեպի իր ոտքերի մոտ, որ մենք հավատանք Աստծուն, ժողովուրդ։ Կանգնենք Տիրոջ ոտքերը։ Ես հավատնում եմ այն տվյալ մարդիկ, Աստծուն հավատացող մարդիկ, ժողովուրդ։ Եթե մարդը կարող է մեղանչի Տիրոջ, իր համար դա հաճելի չէ, նա չի ուրախանում։ Ես ինչ լավ բան եղավ, այսօր մեղանչից, չէ։ Այսօր կարող քո ներսը մի հատ ներսիդ բորբոքումը դուրս գա մի քիչ ավելին դու բարձր, ասենք, վերջը խոսես, մեկը տեսնում ես քո ներսը գալու է հանդիմանություն, լավ չի արեցիր աղջիկս, կամ տղաս, լավ բան չարեցիր։ Քո ներսը բորբոքում կա, թե քո ներսը դեր չարություն կա, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք ինչու համար Աստված շատ բաներ կա մեր կյանքի մեջ բացում է, որ մարդը փակված չմնա, ժողովուրդ ջան։ Եթե Աստված ինձ ու քեզ ցույց չտա, մենք կմնանք այդձև։ Մեզի թվում է ամեն բան լավ է։ Բայց Աստված մի հատ բերում է մարդուն ցույց ատելում այս տեսադաշտը, որ մարդը տեսնում է, որ իր մեջ դեռ հավատքը թույլ է, իր մեջ դեռ չարություններ կա, իր մեջ ապաշխարության կարիք կա, ժողովուրդ ջան։ Դի վերջը մարդը տեսնի, որ աղաղակի Աստծուն, ժողովուրդ ջան։ Իսկ եթե մարդը չտեսա, որ ինքը հիվանդ է, այս մարդը դա հիվանդանոց, ինչ անի ոսկի։ Ինչու մենք երբ ենք մենք հետում հիվանդ, երբ որ մարդը հիվանդանում է։ Իսկ երբ որ հիվանդ ես, այդ աս հիվանդանոց ինչ անես, չէ։ Վերջը գնաց իր բժշկին ասում է, ինչ եղել։ Հիվանդ ես, չէ, հիվանդ չեմ, բա կսաբախի ես եկե, չէ։ Այսինքն այսօր Աստված ինչու համար է բացում մարդկանց միջի, այսօր մենք տեսնում ենք ռենտգեն կա, որ այսօր կարա մարդ իր հիվանդությունը չի մանում, մի հատ օբշե ռենտգեն անգնում, մեկ էլ տեսնում է իրան ի հայտ են բերում հիվանդություն։ Այս մարդը խաբարը չի։ Այսինքն Աստված բացում է մարդու ներսը, որպեսզի մարդը տեսնի, որ այս տվյալ մարդը հասկանա, որ Աստված իրան սիրում է, ժողովուրդ ջան։ Այսօր որքան կարևոր է Աստծո սերը բոլոր մարդկության հանդեպ, որ այսօր մարդիկ հավատան, որ Աստված իրան սիրում է, սիրի ժողովուրդ ջան։ Սրանք ամենակարևոր բաներն է, երբ որ Աստված ինձ ու քեզ ուզում է օգնի, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր դեռ ժամանակ կա օգնության։ Այսօր Աստված իր ձեռքը մեկնում է ամբողջ աշխարհի վրա, բոլոր մարդկության վրա, ովքեր ծնվում գալու են այս աշխարհ։ Աստված իր ձեռքը մեկնում է բոլորի վրա եւ ուզում է օգնի, սիրելի ժողովուրդ ջան։ Աստված գիտա, որ ժամանակները շատ քիչ է մնացել, ժամանակները շատ չար են։ Մենք այսօր տեսնում ենք շատ տեղեր պատերազմներ կա, ժողովուրդ ջան, տեղեր կա չկան ի հայտ են գալու, մարդասպանություններ կա։ Մենք տեսնում ենք երկրի վրա ամեն չարությունը այսօր տեսնում ենք, ժողովուրդ ջան, եւ Աստված էլ է տեսնում։ Եվ երբ որ մենք նայում ենք Աստծո սերը, ասում եմ Տեր Աստված, դու ո՞նց ես կան մարդկանց ներում։ Սիրո ջան, այսօր մենք ինչ ենք տեսնում, այսօր դու մի բան որ Տերը քեզ ցույց տա, դու տվյալ մարդուն չես ների։ Որ դա ամեն չարությունը Տերը մի հատ էկրանի մեջ բացա, քեզ ցույց տա, իրապես քո աշխովը տեսնես, ժողովուրդ ջան։ Պետք է Տիրոջ սերը որքան մեծ է մարդկության հանդեպ, ժողովուրդ ջան։ Աստծո ամեն ուշք ու միտքը Տիրոջ ամեն գործը, որ մարդկանց օգնի, մարդիկ դառնան իրաց չարություններ, ժողովուրդ ջան։ Թե չէ մարդու կյանքը վերցնել ինչ է Աստծո համար։ Մի հատ հրաման տվեց մարդու հոգին դուրս կգա, ժողովուրդ ջան։ Մի դրա համար Աստված տերում է, եթե մարդը պատրաստ չի, ժողովուրդ ջան, քանի դեռ մարդը հնարավորություն կա մարդուն սովորացնելու, դարձի բերելու Տերը իր ամեն գործը անում է իմ ու քո կյանքի մեջ, որպեսզի մարդիկ դառնան Աստծուն, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օրհնի բոլորիս էլ, սիրելի ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որպեսզի Աստծո սերը քո կյանքի մեջ բացվի, հասկանաս քո Աստծուն դու, հասկանաս, որ Աստված որքան է ուզում, որ քո փրկությունը ի կադար անի, որ դու հասնես այն փրկության,
Այն Տերը այն խոստումը, որ թողել են ձու քեզ, ժողովուրդ ջան, այն խոստումի վերջնակակետը, որ դու մտնես երկինք։ Աստված այս ամեն ժամանակները տված է մարդու համար, որպեսզի մարդը այս ժամանակները օգտագործի իր օգտի համար։ Այսինքն մտնի Տիրոջ ներկայության մեջ, կարողանա զղջալ Տիրոջ արար, կարող Տիրոջ ներկայությունը աղաչել իր կյանքի մեջ, իր ընտանիքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ փառք Աստծո, Աստված էլ ողորմություն անող Աստված է եւ Աստված իր գործ անում է բոլորիս կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք ամեն մեկս տեսնում ենք մեր կյանքի մեջ Աստծո գործերը, ժողովուրդ ջան։ Այսօր մենք սա ասել տեսել ենք, իրապես Աստված որքան է մարդկանց ողորմություն անում։ Այսօր մենք տեսնում ենք Աստված որքան մարդկանց բերում է դեպի ապաշխարության, դեպի փրկության, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ամեն մարդկանց արթնացնում է եւ մարդու մեջ բերում է հավատք։ Դաժե մարդիկ, որ այսօր մտածում են, ասում են Աստված չկա, ժողովուրդ ջան։ Մենք այսօր այդպես մարդիկ շատ կան։ Սիրելի ժողովուրդ ջան։ Կարող է այսօր շատ մարդիկ զարմանան, ոնց կենա եղբայր ջան, որ մարդը չհավատա, որ Աստված կա, այո, կան մարդիկ, քան այսօր չեն հավատում, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օգնի, սիրելի ժողովուրդ ջան, որ Աստված այսօր ինչ է ուզում, Աստված ուզում է, որ բոլոր մարդկանց օգնի, մարդիկ ճանաչեն Աստծուն, ժողովուրդ ջան։ Դա համար թո Տիրոջ անունը փառավորվի, սիրելի ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, որ Աստված մեզ սիրելով իր ողորմությունը անում է բոլորիս կյանքի մեջ։ Ես ուզում եմ կարդամ Երեմիայի 32-րդ գլուխ, Երեմիա 32, սիրելի ժողովուրդ ջան։ 38 խոսքից կարդանք, Երեմիա 32-րդ գլուխ, 38 խոսքից մինչև 40 խոսքը կարդանք։ Տեսնենք Աստծո խոսքը ինչ ունի ինձ ու քեզ ասելու, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք, որ ամեն բան Տիրոջ խոսքն է, Աստծո խոսքն է, որ այսօր Աստված իր խոսքով է բժշկում ինձ ու քեզ։ Աստծո խոսքն է, որ այսօր քո կյանքը փոխում է, Աստծո խոսքը, որ քո կյանքի ներս բժշկություն է կատարում, այն ներսիդ վերքերը Տերն է փաթաթում։ Մենք այսօր տեսնում ենք կան շատ անմխիթար սրտեր, ժողովուրդ ջան։ Աստված է մխիթարություն տալում այս մարդկանց, որպես այս մարդիկ գտնեն մխիթարություն։ Սիրելի ժողովուրդ ջան, մինչև Աստված մարդ ու ներսը չբերա մխիթարություն, ժողովուրդ ջան։ Այո, մենք մարդկանց բարի խոսքեր ենք ասում, մխիթարական խոսքեր ենք ասում, բայց Սուրբ Հոգին պետք է մարդու ներսը փոխի։ Մարդու ներսը բերա այդ մխիթարությունը, մարդը իր ներսից գտնի, ժողովուրդ ջան, Աստծո մխիթարությունը։ Դա համար երբ որ կարդում ենք Երեմիա 32-ի 38 խոսքից, ժողովուրդ ջան, ասում է, եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի ըլլան։ Սա ասում է Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, ասում է, եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի ըլլան։ Այսինքն Աստված այսօր իրան ժողովուրդ ունի։ Ասում է դուք իմ ժողովուրդը պիտի լաք։ Իրան երեխեք է Տերը հանե, ժողովուրդ ջան։ Ես էլ անոնց Աստված պիտի ըլլամ։ Անոնք ինձի ժողովուրդ պիտի լան, ես էլ անոնց Աստված պիտի լամ։ Հիմա Աստված եթե ինձ ու քեզ հարց տա, դու հավատում ես, որ ես քո Աստվածն եմ։ Դու հավատում ես, որ դու իմ ժողովուրդն ես։ Իմ բալեն ես, իմ տղեն ես կամ իմ աղջիկն ես, ժողովուրդ ջան։ Շատ անգամ Աստված կարա մարդուն հարց տա, սիրելի ժողովուրդ ջան։ Տեսնի մարդու մեջի հավատքը ոնց է աճում, ոնց ես դու հավատում Աստծո խոսքին եւ Տիրոջ խոսքերին։ Այն Տիրոջ թողած խոսքը, որ այսօր Աստված իր ողորմությունը տարածում է բոլորիս կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ Տերը ասում է, եւ անոնք ինձ ժողովուրդ պիտի լան, ես էլ անոնց Աստված պիտի լամ։ Անոնց մեկ սիրտ ու մեկ ճամփա պիտի տամ։ Մենք տեսնում ենք, որ այսօր Աստված ասում է, ես անոնց մեկ սիրտ ու մեկ ճամփա պիտի տամ։ Այսինքն այսօր տեսնում ենք, որ Աստված իր բոլոր հավատացող ժողովրդին մեկ սիրտ է տալում հավատալ Քրիստոսին, ժողովուրդ ջան։ Եթե մարդը անկեղծ Աստծուն սիրում, Աստված քեզի մեծ սիրտ է տալում։ Եթե 1000 հոգի մենք հավատքի մարդիկ հավաքվենք եւ շատ, եւ Աստված այդ բոլորին մեկ սիրտ է տալում։ Այդ մեկ սիրտը, որոնք միաբան է,
որոնց սրդերի մեջ Քրիստոսը կա։ Եվ այդ ամեն սիրտ այսօր Աստծուն է, եւ մի ճամփա, որը երկինք է տանում ինձ ու քեզ շուրջը։ Դամար Աստված այսօր ուզում է մեզ բոլորից բերի դեպի հավատքի մեր կյանքի մեր ընթացքի մեջ, դամար որ մենք հասկանանք, որ Աստված ուզում է որ իր ժողովուրդը մեկ սիրտ լինեն, մեկ սիրտ, միաբան։ Այսինքն մեկ սիրտ, որը այսօր կարող է մենք տեսնում ենք բոլորիս կյանքի մեջ, Տերը դրել է մեկ սիրտ Աստծուն հավատալու։ Դու ես հավատում Հիսուսին, քո քույր ու եղբայրներ են հավատում Հիսուսին, ժողովուրդ ջան։ Դամար Աստված այսօր ուզում է որ իր ժողովուրդը միաբան լինի, մեկ սիրտ ունենա։ Տարբեր չլինի մարդու սիրտը, ժողովուրդ ջան։ Այսինքն այն սիրտը, որ այսօր Աստված դնում է մարդկանց մեջ միաբանության մեջ, եթե մեկ սիրտ է, հարց ենք տալու մեզ։ Եթե մեր սրտից ինչ-որ միտեղ ցավ է գալու այդ սիրտը, մենք հասկացանք, որ բոլոր այդ մարդիկ, ովքեր կան այս մեկ սրտի մեջ, բոլորը այդ ցավը զգալու են, ժողովուրդ ջան։ Այսինքն այսօր դու զգում ես քո եղբոր, քո քույրիկի եղած դժվարությունները, խնդիրները, չես ենք այսօր շատ մարդիկ տարբեր դժվարություն կա հավատքի կյանքի մեջ, խնդիրներ կան այսօր, ժողովուրդ ջան։ Այսօր հնարավոր է մարդը տեսնի ու տվյալ մարդուն դադի։ Այս ոնց արի, որ ընկար այս վիճակի մեջ, չէ՞։ Այսօր մենք տեսնում ենք մարդու սիրտը, այսօր ուզում է Տերը բերա մեկ սիրտը, մեկ հոգի, մեկանացնում է մեզ, ինձ ու քեզ իր հետ, ժողովուրդ ջան։ Եվ այդ մեծ սիրտը եւ այդ ճամփեն Տերը դրած է, որ այսօր մարդիկ մտնեն այդ ճամփով երկինք, ժողովուրդ ջան։ Սմանոց մեկ սիրտ ու մեկ ճամփա պիտի տան, որպեսզի միշտ ինձ մե վախնան։ Եվ իրենց ու իրենց մե ետ իրենց զավակները աղեք լան, ժողովուրդ ջան։ Ասում եմ մեկ ճամփա ում պիտի տան, որպեսզի միշտ ինձ մե վախնան։ Որպեսզի միշտ Աստծուց վախ ունենաս դու, ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ որ մարդկանց հետ խոսում ենք, ասենք, այդ վախը այնի չէ, որ դու այսօր մի բան վախենում ես, Աստված կոբալը ձեռքին պայած է, որ քեզ իբրի խփի։ Վախենում ես, չէ։ Վախը նա է, որ դու հավատում ես, որ Աստված սիրում է քեզ եւ դու ուզում ես Աստծուն հաճելի գտնվես, ժողովուրդ ջան։ Աստծո ուշքու միտքը ոչ թե կոբալ ինձ ու քեզ խփելն, Աստծո ուշքը ինձ ու քեզ շտկելն է, որ մենք ուղղվենք Աստծո առաջ, ժողովուրդ ջան։ Եվ դամար սմա մեկ սիրտ ու մեկ ճամփա պիտի տան, որպեսզի միշտ ինձ մե վախնան։ Եվ իրենց ու իրենց մե ետ իրենց զավակներն աղե կլան։ Ասում արդեն քո երեխեքի դել լավ պետք է լինի։ Այսինքն եթե ծնողը վախ չունեցավ Աստծուն, ժողովուրդ ջան, եւ եթե երեխեն մեծացավ այդ տան մեջ, եւ այս երեխեն ի՞նչ է տեսնում, այս երեխեն տեսնում է, որ ծնողը վախ չունի Աստծուց, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք այսօր շատ երեխեք տան մեջ ավելի չար են մեծանում, ժողովուրդ ջան։ Այսօր տեսնում ենք, որ այսօր այս երեխեքը ինչ են սովորում, թե ծնողներից, ժողովուրդ ջան։ Դամար այսօր մենք շատ անգամ տեսնում ենք ծնողին ինչ ասում, այ մարդ, դու քարը վերցա մի հատ դու խփա, ժողովուրդ ջան։ Եվ այսօր այս երեխեն ինչ է սովորում, դե պապան ասել է, որ քարը վերցնի մի հատ էլ ես պիտի խփեմ, ուրեմն կանի մի հատ էլ վերցնեմ, ես պիտի խփեմ, ժողովուրդ ջան։ Այն որ այսօր դու Աստծո վախ ունես, դու ինչ ես սովորացնում քո երեխեքին, աղոտ կարա, այս ջան, այդ հոգիների համար, որտեղ այդ երեխեքը Աստծուն չեն ճանաչում։ Նրանք չեն էլ հասկանում, որ դե չարիք է, դա չարությունը։ Բայց այսօր մենք քեզ սովորացրել ենք, որ դու մեր երեխեքն ես, մենք Աստծո վախ ունենք եւ մենք քեզ սովորացնում ենք, որ դու էլ աղոտես, այս ջան։ Դու էլ Աստծո վախ ունենաս։ Եվ այսօր դամասում եմ, եւ քո երեխեքն էլ պիտի աղեք լան, ժողովուրդ ջան։ Այո, քո զավակները պիտի աղեք լան, ինչու համար, որտեղ դու Աստծո աղջիկն ու տղեն ես, որտեղ դու ունես Աստծո վախ։ Դու ունես Աստծուց վախ քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ այդ վախը քեզ տանում է դեպի Քրիստոս, սիրելի ժողովուրդ ջան։ Այդ վախը քեզի տանում է դեպի Աստծո ոտքերի մոտ մնաս, եւ դու հասկանում ես, եթե դու իր ոտքերի մոտ հեռացար ոտքերիցս, դու կվնասվես շատ, ժողովուրդ ջան։ Դրա համար Աստված դրել է մեզ պաշտպանություն, որպեսզի մենք մնանք Տիրոջ պաշտպանության տակ, հավատքի կյանքի մեջ։
Էլ եմ ասում, կարա դու տգա լինես, կարողա դու թույլ լինես, կարա դու քեզի ամենավադը տեսնես, ամենատգարը, ամենաթույլը, ժողովուրդ ջան, բայց Աստծո պահապանություն կա քո կյանքի մեջ, այդ քու տեսնելով չի ամեն բան, ժողովուրդ ջան, Աստծո տեսադաշտը, Աստծո տված են հավատքը ուրիշ իմո քո կյանքի մեջ, նա քեզ պաշտպան է, ձեր ժողովուրդ ջան, դու Աստծո պաշտպանության տակ ես, դու պատկերացա մի հատ ընես այդ գազան այդ իր ռեշոտքի մեջ ու ինքը հաճում է, ու այդ ռեշոտքեն այնքան ամուր է, դու տեսնում ես, որ ամուր է այդ ռեշոտքեն, այնից էնի հաճում է, կամ առյուծը դի գրմարանից չես են, այն մարդկա վախենա, չես են, բասում ես, այ աշախ ես վախենում, էդի ռեշոտքի մեջ նա չի կրա քեզ մոդի գանա, չէ, մինչև ասված այդ երեխուն հասկացնա, որ էդի Փաշան, ռեշոտքի մեջը նա քեզ չի կրում վնասի, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, էս ինչ էր, էս ինքը այդ ռեշոտքի մեջ, այդ վանդակի մեջ գրմռում է, չես ենք, ասում ես կամ տես քեզ ինչ կանեմ, չես ենք։ Ինչ պիտանի, ժողովուրդ ջան։ Նա ռեշոտքի մեջ է։ Դամար այսօր ասված բերում է մինչև տվյալ մարդուն մեծացնի, հասկացնի, որ ես քո պաշտպանն եմ, ես քո տերն ու փրկիչն եմ։ Որպեսզի մարդը հավատա, որ Աստված իր տերն ու փրկիչն է, ժողովուրդ ջան։ Դու ճամփա ես գնում։ Աստված քո պաշտպանության մեջն է։ Նա քեզ պաշտպանա քո ամեն ճանապարհների մեջ, ժողովուրդ ջան։ Եվ դամար ինչ համար Աստված ուզում է, որ մենք ունենանք Աստծուց վախ, ժողովուրդ ջան։ Մենք Աստծու վախ ունենում ենք այն վաղ, երբ որ մենք ընդունեցինք Տիրոջ, երբ որ մենք հասկացանք, որ մենք մեղավորներ ենք եւ ունենք Քրիստոսի կարիքը, ժողովուրդ ջան։ Իսկ այն մեր առաջվա կյանքի մեջ մենք, այո, իմացել ենք Աստված կա, շատ անգամ ասել ենք մեռնենք ասում, շատերս կարա շատ մոմ վառած ենք, այնքան նգար պատճառ զլնենք, չէ, բայց Աստծո վախ չենք ունեցել, ժողովուրդ ջան։ Աստծո վախը բերում է դեպի մարդկանց փրկության եւ բերում է ապաշխարության։ Աստծո վախը սուրբ է։ Նա բերում է դեպի իր ոտքերի մոտ, իր սերը բացում է ինձ ու քեզ, որպեսզի դու հասկանաս եւ ես հասկանամ, որ Աստված մեզ սիրում է, ժողովուրդ ջան։ Դամար Տերս օգնի, այո, ասում է, եւ քո զավակները դե աղեկը լա։ Այո, այսօր շատ անգամ մենք տեսնում ենք, այո, հավատքի երեխեք այսօր առողջ են մեծանում։ Այսօր դպրոցներում շատ չարություններ կա, ժողովուրդ ջան, այս երեխեքը ինչ պիտի սովորեն։ Այս երեխեքը ինչ են տեսնում, որ ինչ սովորեն։ Սա Աստծո վախը պիտի լինի այդ երեխեքի կյանքի մեջ, որ եւ ծնողի կյանքի մեջ, որ այս երեխեքը սովորեն Աստծո վախ ունենա, ժողովուրդ ջան։ Նրանք չարությունից արդեն ետ են քաշվում, որտեղ նա տեսնում է, որ ծնողը իրան սովորացնում է ճիշտը։ Եվ ծնողը իր համար աղոթք կանում։ Եվ այդ աղոթքը երկինք է բարձրանում, ժողովուրդ ջան։ Եվ 40 խոսքը ասում է անոնց հետ հավիտենական ուխտ մը պիտի ենեմ։ Հավիտենական ուխտ, ժամանակա ուխտ չի նմուք այդ, ժողովուրդ ջան։ Աստծո իրաց ուխտը հավիտենական է։ Եվ երկնքին, որ մենք մտանք երկինք, նույնիսկ պիտի մնանք Տիրոջ հետ։ Երկնքում էլ Տիրոջ հետ պիտի լինենք, ժողովուրդ ջան։ Աստված մեզ ուզում է այսօր պատրաստի իր վախ ունենալով եւ մենք մտնենք երկինք, ժողովուրդ ջան։ Այո, մենք այսօր որ նայենք կարող է ոչ մեկս չենք էլ տեսել երկինքը, ժողովուրդ ջան։ Շատ քչերին որ Տերը ցույց է տալում երկինքը։ Այսօր հնարավոր է ոչ մեկը դեռ երկինքը տեսած չլինենք։ Այն գեղեցկությունը, այն սերը, որ կա երկնքում, մենք այսօր ինչ ենք տեսնում, չերես ավետարան, չերես հավատքով ենք տեսնում, որ Աստված խոստացել է ինձ ու քեզ։ Եվ Տերը ասել է որ ցավ կա, ոչ տառապանք, ոչ սուկ անդե։ Եվ ասում է ձեր աչքերի արտասուքները պետք է սրբվի, ժողովուրդ ջան։ Երկնքում էլ դու արտասունք չես ունենա, որ անգարց լացես ընդե։ Ընդեղ արդեն Տերը սրբելու է քո բոլոր արտասունքները, ինչ համար, որտեղ դու արդեն ստեղ լացում ես։ Դու ստեղ արդեն աղոթք ես անում, դու ստեղ արդեն նախապատրաստվում ես, ժողովուրդ ջան։ Այդ արտասուն հենց այնպես չի գալում քո աչքից, այսինքն դու տեսնում ես, կարիք ես տեսնում, ինչ որ մեկի ապաշխարության, թե ընտանիքի, թե հիվանդություններ կա, խնդիրներ կա, երեխեք կան, չես ենք այսօր։ Այսօր Աստված տեսնում է, որ ես ամեն բաների մեջ դու աղոթք ես անում, ժողովուրդ ջան, եւ խնդրում ես Աստծուն։
Եվ ասում է անոնց այդ հավիտենական ուխտ մը պիտենեմ, որ անոնց մե ետ չքաշվե, ու իմ վախս անոնց սրտի մեջ պիտի դնեմ, որպեսզի ինձ մեջ չխոտորին, ժողովուրդ ջան, ուշադիր լինենք Տիրոջ խոսքին, 40 խոսքը Երեմիա 32-ի, ասում է անոնց այդ հավիտենական ուխտ մը պիտենեմ, որոնց մե ետ չքաշվե, ու ասում է ձեզանից ետ չեմ քաշվելու ես, ժողովուրդ ջան, որտեվ շատ անգամ որ մարդկանց այդ շփվում է, շատ մարդիկ մտածում են, ասում են Արմեն աղբեր, նու եղբայր ջան, Աստված հաստատ ինձ թողել է, ժողովուրդ ջան, որ մենք նայում ենք Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, ասում է որպեսզի ետ չքաշվեմ ու իմ վախս նույնպես էլի բերում է իր վախը, ասում է որպեսզի իմ վախս անոնց սրտի մեջ պիտի դնեմ, այդ վախը նույնպես բերում քո սրտի մեջ է դնում, ժողովուրդ ջան, այդ վախը նա չի, որ դու դի վախենաս, հեսա մի բան ասի Տերը կոպալով խփես, այդ վախեն է, որ դու տանում ես այդ մեծ դեպի սրբության, դու քո մեղքի համար զղջում ես, երաս չարիքներիդ համար զղջում ես, քո երաս սխալի համար զղջում ես Տիրոջ առաջ, ժողովուրդ ջան, որպեսզի ինձ մեջ չխոտորեն, էսի վերջնականակետն է, որպեսզի Աստված ասում է, իմ ժողովուրդը ինձանից չխոտորվի, մենք անգամ, որ մենք նայում ենք, չես ենք, շատ անգամ մենք այս խոսքերը անգիր գիտենք, չէ, Հովհան Ավետարան 3 գլխի 16 խոսքը, չէ, որ այսօր նայում ենք շատ ես, էդի անգիր արդեն գիտենք, չէ, մենք ստե որ նայում ենք, որպեսզի ինձ մեջ չխոտորի, այսինքն Աստված այս ամեն բանը էնում է իր վախը դնում է քո սրտի մեջ, իմ սրտի մեջ, որպեսզի մենք Աստծուց չխոտորվենք, դամար Հովանու 3:16 ասում Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվավ, Ժորժան ուշադիր ենք լինում Աստծո խոսքին, ասում է որպեսզի ամեն անոր հավատացողը չկորսվի, մենք այն անգամ խոսացինք, որ Աստված ջան, եթե ես հավատացել եմ, բախի բլի կորսվեմ, օրինակ հարց չեմ տալու մեզ, չէ, եթե ես արդեն հավատացել եմ Տեր, ինչու բլի կորսվեմ, ինչու է Տեր այդ խոսքը թողել է ինձ ու քեզ, այսինքն մենք տեսնում ենք, որ Տիրոջ խոսքը, չէ, Երեմիայի 32:40 անոնց հետ հավիտենական ուխտ մը պիտենեմ, որ անոնց մե ետ չքաշվեմ ու իմ վախս անոնց սրտի մեջ պիտի դնեմ, որպեսզի ինձ մե չխոտորեն, այս է այդ խոսքը, որ Տեր ասում է ամեն հավատացողը չկորսվի, այսինքն մենք տեսնում ենք այս ամեն բանը Տերը դրել է իմ ու քո սրտի մեջ, որպեսզի ես ու դու չկորսվենք, չխոտորվենք, ժողովուրդ ջան, Տիրոջ ճանապարհների մեջ, այո, այսօր մենք տեսնում ենք շատ մարդիկ խոտորվել են Տիրոջ ճանապարհների մեջ, ժողովուրդ ջան, շատ դժվար է, երբ որ մարդը խոտորվում է Աստծո տան ճանապարհից, հավատքից ընկնում է, դժվարություն ունի, մոլորվում է, այս մարդիկ շատերը չեն կարողանում նույնից վերականգնվեն, ժողովուրդ ջան, ես հիշում եմ մի քարոզ շատ շուտ էր, երբ որ մի եղբայր հավատքից ընկնում է, նու խմիչքի պատճառով երևի վերցնում է փոքր խմիչք, երևի ուզում է փորձա թե ինչ անա, պես շուտ եմ լսել այդ քարոզը, եւ այս եղբայր հավատքից ընկնում է, այդ եղբայր ինքը շուտվա հավատքի մեջ եղել, շատ անգամ ինքներ այդ եղբորը ասենք, վերջը շատերին սովորացի Աստծո խոսքը, չէ, մենք բոլորս այն մարդ ենք, ասում եմ, ոչ մեկը չմտածի, որ ինքը կայնած կմնա, մենք չենք ասում, որ մենք կայնած կնես մարդիկ չեն, մենք բոլորս այս որ խոսքը կարդում ենք, որտեղ այս վախը դրել իմ ու քո սրտի մեջ, որպեսզի մենք չխոտորենք իրան, այսինքն մենք պետք է ուշադիր լինենք մեր ապրած կյանքի մեջ, մենք այսօր ամենաշատը պետք է տեսնենք մեր ներսի վիճակը, ոչ թե քո տնեցիների վիճակը, այլ դու տեսնես քո վիճակը, ինչու կարիք ունես այսօր, ժողովուրդ ջան, եւ ասում է շատ անգամ այդ եղբորը գնացինք, հորդորեցինք, որ եղբայր ջան, նույնից արի, նույնից արի Տիրոջը, ժողովուրդ ջան, եւ այդ եղբայրը չդարավ Աստծուն, եւ ասում է, երբ որ երիտասարդներ գնացին իրան այցելության, ասեցինք այս երիտասարդներին խորհուրդ տվավ, ծերի ժողովուրդ ջան, ասեց երիտասարդներ ջան, ուշադիր եղեք, հանգարց հավատքից չխոտորվես, չունես հավատքից, էլ եմ ասում, կարա դու տգարանաս, դա չի նշանակում, որ դու խոտորվել ես,
Կարող այսօր դու մի հատ ձենդ բարձրացնես, չի նշան, որ դու արդեն խոտորվել ես Աստծո ճանապարհի, ժողովուրդ ջան։ Չէ, դու տան մեջ ես, Աստծո տան մեջ ես, դու իրանից չես հեռանում։ Կարող այսօր դու մեղանչել ես Աստծո առաջ, չի նշան, որ դու արդեն խոտորվար։ Ենական մենք որ խոսացինք, այսօր Սատանի ամենաուժեղ զենքը, որ այսօր մարդուն ասում է, հələ մի հատ քու վիճակիդ նայա։ Մենք շատ անգամ որպես մարդկանց հետ շփվում ենք, ասում եմ, վերջը եղբայր ջան, նույնիսկ պիտի վերականգնվես, արի Տիրոջ Աստված սիրում է քեզ։ Մարդը նայում է իր վիճակին։ Մարդ արդեն մեղքի մեջ է ապրում, տվյալ եղբայր թե քույրը, չէ, արդեն այս աշխարհի կյանքի մեղքի կյանքի մեջ ապրում է, ժողովուրդ ջան։ Հիմի որ ուզում ես մարդկանց օգնես, մարդը մի հատ նայում է իր վիճակը։ Բա եղբայր ջան, ես ոնց կամ։ Այդպես պետք է գաս Տիրոջը։ Անարակ որդու պես պետք է գաս ըննես քո հորդ ոտքերը, գրկես, զղջաս Տիրոջ առաջ, ասես Տեր ջան, ներանձի, ժողովուրդ ջան։ Այս է, երբ որ մարդը հավատք չունենում, Աստծո իր հորը չի ճանաչում, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ այս ավետան արդեն մեզ շատ բաներ գրել է եւ սովորացրել է։ Այն հին մարդիկ, որ հավատք ունեն, ավետան կան չկար գրված, ժողովուրդ ջան։ Այնված մարդիկ ապրում են իրանց ներսի հավատքով, բայց այսօր մեզ ավետանը Տերը թողի։ Եվ այս ամեն բաները մենք տեսնում ենք, որ անարակ որդին հետ դարավ, մենք սա կարտացել ենք եւ գիտենք, եւ մենք հավատում ենք, ժողովուրդ ջան։ Եվ մենք գիտենք հնարավոր է անարակ որդին երբ որ հետ դարավ, այն կան մտքեր գալասկյաններ, ժողովուրդ ջան, այդ միտքը բոլորի կյանքի մեջ էլ կա։ Ով ուզում ես եղի, քանի դու կենտանի ես երկրի վրա, այդ միտքը քեզի միշտ է կա։ Միշկան միտք եկած կներ, այ անարակ ես որդի ես ուր ես հետո բալը մի հատ քու վիճակիդ նայա։ Մի հայրդ կոբալով քեզի կծեզի, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը ճանաչում է իր հորը, այս մարդը եկավ որպես արդեն ծառա եկավ։ Այս մարդը չսավ էլ կան հետա մլա պաբայիս մոտ, չէ, այս մարդը հասկացավ, թե իր համար ով է հայրը։ Այս մարդը եկավ որպես արդեն ծառա իր հոր մոտ։ Երբ որ մարդու սրտի մեջ սա կա, երբ որ այս առաջներդ կա, որ մարդը տեսնում է իրան արդեն որպես ծառա իր հոր մոտ գնալու համար, ժողովուրդ ջան։ Այս մարդը տեսավ, որ որքան կարիք կա իրան Աստծուն գնալը, ժողովուրդ ջան։ Մի դրա համար Տերը ուզում է օգնել, ժողովուրդ ջան։ Եվ այդ երիտասարդին ասես աշխատեք, որ հանկարծ հավատքից չունեք, չխոտորվեք։ Ես մինչև ուզում եմ վերականգնեմ ու չեմ կրում, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք, տեսադաշտ ունենք, տեսնում ենք շատ մարդկանց, եղբայրներ, քույրիկներ, որոնք հավատքից հեռացել են, էլ պաշտամունքների չեն գալու, ժողովուրդ ջան։ Այս մարդիկ էլ չեն կարողանում։ Այո, այսօր կա հոգին, որոնց այդ աշխատանք ենք տանում մինչև հիմա, ասում է եղբայր ջան, վերջը կարողանամ գալ հաստատվել, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ ինչ է անում ստեղ։ Աստված ուզում է, որ տվյալ մարդը հաստատվի իր խոսքի մեջ, ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, այս է Տերը բերում իմ ու քո կյանքի մեջ, որ դու Աստծո վախ ունենաս, որպեսզի դու իրանից չխոտորվես, ժողովուրդ ջան, եւ հավատաս քո Աստծուն եւ իր սիրուն, որ Աստված քեզ սիրում է, ժողովուրդ ջան։ Տամար թող Տերը օրհնի բոլորիս է սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, որ այս ամեն Տիրոջ խոսքը իմ ու քո կյանքի մեջ կատարվի։ Հիմի Աստված ասում է իր ժողովրդին. մինչև աշխարհի վերջ քեզի հետ է, ժողովուրդ ջան։ Եվ մենք կարդում ենք։ Մենք բոլորս կարդում ենք, Աստծուն հավատացող մարդիկ կարդում ենք, լսում ենք, չէ՞ շատ պաշտամունքներ կա տեղ խոսվի, որ ասում է մինչև աշխարհի վերջ քեզի հետ է, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք այսօր մարդը, որ ունում է այդ նեղության մեջ, դժվարությունների մեջ, խնդիրների մեջ, Աստված հիմա ուզում է տենա իմ ու քո մեջ հավատքա։ Այնքան լավ է, երբ որ մեր կյանքի մեջ ամեն բան գլատկի է, հեչ փորձություն չկա, ոչ մի բան չկա, հալելույա, գնում ենք առաջ։ Բայց երբ որ մարդը հանդիպում է մի հատ ծովին, այստեղ է հավատքը պետք։ Թե չէ, քանի որ դուրան ճամփա գնում ես հավեսով, երբ որ հանդիպում ես ծովին, Աստված տեսնում է, որ ինչ կա քո մեջ, ինչ է մնացել։ Այս կան ճամփեն վերջը հրաշքները տեսելով եկել ես, որ Աստված իրապես քեզ հետ գալու է,
Ժողովուրդ ջան, այսօր շատ անգամ մենք էլ ենք տեսնում եւ հավատում ենք, որ Աստված մեր կյանքի մեջ կա, նա քո պաշտպանն է, բայց երբ որ հասնում ես մի հատ տուպիկի, հասնում ես մի հատ տեղ կանգնում ես եւ տեսնում ես մտքերը մի կողմից են քեզի ճնշում, դիմացի խնդրեմը մի կողմն է դրած։ Եվ մեկ է տեսնում ես դու ոնց որ երկ չտեսնես։ Ժողովուրդ ջան, եւ մենք տեսանք, որ այս տվյալ մարդիկ երբ որ հասան ծովին, այս մարդկանց հավատքը կանգ առավ հենց ծովի դեմը։ Եդևից կալում էր փառա, եթե տալու տեղ է չունենք մենք ժողովուրդ ջան։ Մենք եթե տալու տեղ չունենք։ Լավ իմացեք, ոչ մեկը եթե տալու տեղ չունենք։ Մեր կողմը, որ այդ ծովը պիտի Տերը բացի եւ ծովից պիտի քեզ անցկացնի, որ պիտի քեզ նույնիսկ ֆրստնա հետ տանի, չէ, Տերը պիտի ծովը բացի, որ քեզ անցնի այդ քո նեղությունների մեջից։ Նա պետք է դա անի քո կյանքի մեջ։ Եվ դա համար Աստված այսօր բերում է մեզ հասցնում է այն վերջնակետին, որ քո մեջի հավատքը աճի։ Հնարավոր այսօր շատ բժիշկներ քեզ ասեն, որ ել քեզ հիվանդությունը չէ, ել փրկություն չկա, ել վերջ պրծար դու, ժողովուրդ ջան։ Դու Հիսուսի աղջիկն ես կամ Հիսուսի տղեն ես, չէ՞։ Մի Աստված տեսնում է քո մեջի հավատքը, որն է քո հորդ հանդեպ։ Հասել ես տուպիկի ես հասել, եւ այսօր բժիշկներ քեզի շատ բան են ասում, ժողովուրդ ջան։ Այ հավատքը ընդեղ է պետք, երբ որ տեսնում ես դու ընկել ես հասել ես մի տուպիկ, եւ որ քեզ ասում են, որ ել քեզի կյանք չկա։ Բայց դու հավատում ես, որ քո կյանքը Աստծո ձեռքերի մեջ է, ժողովուրդ ջան, մեր բոլորի կյանքը Քրիստոսի ձեռքերի մեջ է։ Աստվածը մեր կյանքի պաշտպանը։ Սա այդ բժիշկների ձեռքը չի։ Այսօր շատ անգամ որ մարդիկ մահացել են, այսօր մարդիկ այդ մորգում մարդիկ հարություն են արել, Տերը նույնց հետ է բերի, ժողովուրդ ջան։ Աստծո մոտ աննարին բան չկա։ Այսօր աննարին բան չկա, երբ որ Աստված մարդու կյանքի մեջ հրաշք է կատարում։ Դա համար այդ մարդկանց մեջ են հավատք արդեն կանգ էր առել։ Ասում էր, այ վարտապետ, ես արդեն հոդածաղ հազարոսը, դու ուզում ես հարություն տաս, հոդել արդեն 4 օր է, ժողովուրդ ջան։ Այսինքն, եթե մարդը մի ժամվա հիվանդ դեռներ չէ, մահացած կարող մարդկանց հավատքը մի քիչ ոչինչ։ Դե հնարավոր ասենք կլինիկական մահեղնի չէ, բայց արդեն 4 օրվա մահացած մարդկանց հավատքը կանգ էր առել, մի մարդ արդեն հոդած է տեր։ Թող հազարոսը հոդած է, ինչ ես ուզում անես, չէ։ Ժողովուրդ ջան։ Դամար Տերը ուզում է ինձ էլ քեզ էլ օգնի, որպեսզի մեր հավատքը աճի։ Այդտեղը հավատքը աճելը պետք, ժողովուրդ ջան։ Երբ որ դու մի հատ տուպիկ ես հասել, դեմը տեղ չկա գնալու։ Եդ էլ հասկանում ես դու իրավունք չունես ետ գնալու։ Այդ կյանքից դու արդեն եկել ես այդ մեղքի կյանքից։ Նրանք արդեն այդ լուծի տգից եկել են, իրանց էլ պետք չէր հետ դառնալ։ Այնտեղ փարավոնը գալիս է երևից, ժողովուրդ ջան։ Դամար Տերս օգնի ինձ էլ քեզ էլ, ժողովուրդ ջան։ Դամար Աստված այսօր իր ժողովրդին աճեցնում է իր սիրո մեջ։ Կամացից քեզ սովորացնում է, որպեսզի դու կրտնես քո Աստծուն, հավատաս քո Աստծուն, ժողովուրդ ջան։ Եվ Երեմիա 33:3 խոսքը, որ կարդում ենք, ժողովուրդ ջան, Երեմիա 33:3 խոսքը, ասում է ինձի կանչե ու քեզի պատասխան տամ։ Տիրոջ խոսքը ասում է ինձի կանչե ու քեզ պատասխան տամ։ Ժողովուրդ ջան, Աստված ասում է, տղա ջան, աղջիկ ջան, ինձի կանչա։ Ժողովուրդ ջան, Աստված խի չի մանում մեր խնդիրները։ Աստված չի մանում քո հիվանդությունները, խնդիրները դժվար, Աստված չի մանում։ Իմանում է, սաղը գիտա։ Մեր կյանքը մեր ձեռքերի մեջ չի, Աստծո ձեռքերի մեջ է, ժողովուրդ ջան։ Տերը ինչքան կամեցավ, այդքան կապրենք, ժողովուրդ ջան։ Տիրոջ կամեցողության մեկ ենք։ Դա համար Տերը ասում է, որտեղ մենք չենք իմանում մեր վաղվա օրը, չէ, դա ասում է արթուն կեցեք ու աղոտ կարեք։ Արթուն կեցեք, որտեղ մենք ոչ մեկս մեր վաղվա օրը չենք իմանում։ Շատ մարդիկ ասել են, դե ես այս ինչ գործը կպրծնեմ, կկամ ապաշխարեմ, վերջը ընդունեմ Տիրոջը, ոչ այդ մարդ այդ գործը չի էլ պրծե, մահացել է։ Պրծավ մարդու կյանքը։ Ասում եմ, ով մարդ, դու ինչ գիտես, դու ինչքան կյանք ունես, ես երկրի վրա մի հատ էլ ուզում ես երկարացնես, դու ինչքան պետք է ապրես կամ երբ կընդունես։ Այ մարդ, այսօր է քո փրկության օրը։
Եթե դու լսում ես Աստծո խոսքը, այն կանչը, որ գալում է խփում է քո սրտին եւ նա ուզում է քեզ դարձի բեր ապաշխարության եւ փրկության, հենց այդ օրը քո փրկության օրն է։ Աստված քեզի շատ բան չի պահանջում, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք, այո, այսօր մարդիկ կարա միլիարդներ ծախսեն իրանց հիվանդության համար։ Շատ մարդիկ, ովքեր գումարում են, կարա միլիարդներ թափեն իրանց բժշկության համար, ժողովուրդ ջան։ Մարմնավոր բժշկությանը, որը ժամանակավոր կյանք է մարդու այս երկրի վրա, չէ՞։ Բայց երբ որ Աստված մարդուն խոստանում է երկինք, հավիտենական կյանք է խոստանում, այն էլ ծրի։ Քեզանից, ինձանից ոչ մի բան Աստված չի պահանջել, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օգնի բոլորս, դամար Տերը ասում է ինձի կանչե ու քեզ պիտի պատասխան տամ եւ քեզի մեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես գիտեր։ Ասում է ինձի կանչա, ես քեզ մեծ խորհրդավոր բաներ կպատմեմ, որ դաժե դու չես էլ իմանում, ժողովուրդ ջան։ Այսօր բաներ կասված կարա մարդուն բացա երկրային արկայությունը, որ դու շատ չես էլ հասկանում, չես էլ պատկերացնում։ Տերը բացելու է ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Որ մենք տեսնում ենք այն գեղեցկությունը, որքան Աստված գեղեցիկ է պատրաստել ինձ ու քեզ հավատաց, որ մենք հավատում ենք Աստծուն, ժողովուրդ ջան։ Դամար այսօր մենք տեսնում ենք Տեր ինչու մարազում, որ մարդիկ Աստծուն կանչեն, որ մարդը ձգտի դեպի Աստծուն, անհոգ չմնա իր փրկության համար, ժողովուրդ ջան։ Թե Աստված ամեն բան տեսնում է, որ դու փրկության կարիք ունես, Աստված տեսնում է, որ քո ներսը մեղ կա, վերջը չարություն կա, բարկություն կա, Աստված շատ բաներ տեսնում է, բամբասանքներ, շատ բաներ է տեսնում Աստված, ժողովուրդ ջան։ Աստված թողել է մարդու կողմը, որպեսզի մարդը հասկանա եւ աղաղի Աստծուն, որ Տեր Աստված, ես ուզում եմ ինձ փոխա։ Ես քո կարիքդ ունեմ, Տեր Հիսուս ջան։ Այսինքն ասում է ինձի կանչե։ Ուսում քեզ պիտի պատասխան տամ, ժողովուրդ ջան։ Տերը ինձ ու քեզ սովորացնում է, որպեսզի մենք կանչենք մեր Աստծուն, որպեսզի մենք կարողանանք գտնենք իր ողորմությունը մեր բոլորի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, Աստված ուզում է ինձ ու քեզ հավատքի մեջ աճեցնա, որ դու հավատքի մեջ աճես։ Դամար թո Տերը օրհնի բոլորս էլ, սիրելի ժողովուրդ ջան, Տերը օգնի այն, որ խոսքերը այսօր Տերը թողել է ինձ ու քեզ ավետարանի մեջ, Աստված օգնի, որ մենք մնանք ավետարանի խոսքի ճշմարտության մեջ, սա կարևոր հարց է, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ինձ ու քեզ ուզում է մեր մեջի հավատքը աճեցնի, ժողովուրդ ջան։ Էլ ենք ասում, քանի դեմերս պրոբլեմ չկա, դժվարություն չկա, մեզի ոչ մեկը ոչ մի վատ բան չի ասում, մենք գնում ենք առաջ, հալելույա։ Հենց գալում է մի հատ փորձություն, մի հատ դժվարություն, մի ընտած գալում է, մեկ է տեսնում ես մարդու մեջի հավատքը չկա։ Ինչ եղավ հավատքդ։ Բա լավ առաջ էիր գնում, թափով է գնում եք, ինչ եղավ, հասակ ծովին ձեր հավատքը կորավ։ Այսինքն Աստված անում է այն բանը, որ մարդու գաղապարի բան չի, այդ մարդ ինչ պիտի հասկանա, որ հանկարծ Տերը պիտի ծովը բացեր։ Մարդու գաղապարի բանը չի, Աստծո գործը քո կյանքի մեջ, դա քո գաղապարի բանը չի, դա քո գործը չի, թե Աստված ոնց կը այդ քո պրոբլեմը կլուծի, այդ քո դեմի արգելքը Տերը ոնց կվերցնի, դա իմ ու քո գաղապարի բանը չի, թե Տերը ինչ պիտի անի։ Մեր կողմը Տեր ասում է ինձի կանչե, ու ես պիտի քեզ պատասխանեմ։ Սաղմոս 50-15 խոսք ասում է նեղության օրը ինձի կանչե, որ ես քեզ պիտի պատասխանեմ, ու դու զիս պիտի փառավորես։ Այնքան կարևոր է, որ Աստված դաժե նեղության մեջ, այսօր մարդը նեղության մեջ ասում ես, այ մարդ կանչա Աստծուն։ Շատերը չեն կանչում Աստծուն, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնել, երբ որ գանում մարդ այդ նեղության մեջ կարողանում է Աստծուն աղաղակել, հասկանում է, որ ելքը Աստծո մոտն է։ Այդ փրկությունը Տիրոջ ձեռքերի մեջ է, իմ ու քո, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլորի դել, իր ժողովուրդը օրհնի, ծիրի ժողովուրդ ջան, ժամանակները շատ քիչ են։ Այսօր մենք էլ մեր վաղ օրը չենք իմանում, նաև չգիտենք մեր Տերը երբ է գալու, ժողովուրդ ջան։ Շատ մարդկանց ասում եմ, հիմա դու քո կամք ունես։ Հիմա մարդիկ իրանց կամք ունեն։ Կուզենամ կապաշխարեմ, կուզենամ չեմ ապրեմ, կուզենամ մեղքի մեջ ապրեմ, կուզենամ չեմ ապրեմ։ Այսօր քո կամքը կա։
Կուզենամ պաշտամուն գնամ, կուզենամ չեմ էտա Ժողովուրդ ջան։ Այսօր այս երկրի վրա մարդու կամք կա։ Աստված ոչ մեկը մեր կամքին չի բռնանում։ Ազատ կամք կա տվին ձուկ է Ժողովուրդ ջան։ Եվ շատ մարդկանց ասում եմ, հասկանում ես, երբ որ քո հոգին դուրս եկավ քո մարմնից, ընդեղ էլ քո կամքը չկա։ Կուզենամ ստեղ կվառվեմ, կուզենամ ընդեղ կվառվեմ, կամ կուզենամ այն երկում այնտեղ կմնամ, չէ։ Ընդեղ արդեն Տիրոջ կամքը կա, եւ դժոխքում կա իրանց ընտասկը Ժողովուրդ ջան։ Ընդեղ չկա էլ մարդու կամ, մարդու կամքը էս երկրի վրա է։ Ազատ կամք կա Տերը տվի ինձ ու քեզ։ Այնքան է սիրում ինձ ու քեզ նաև տվել է ազատ կամ, որ դու ինքդ որոշես եւ ինքդ հասկանաս, որպեսզի կարողանաս Տիրոջը կանչես եւ հասկանաս ու հավատաս, որ Աստված քեզ կարա օգնի Ժողովուրդ ջան։ Բաներ կասված քեզ սովորացում է համբերություն ձեռք բերես Ժողովուրդ ջան։ Երբ որ մարդիկ հասան ծովին, Աստծուն պետք է որ այս մարդկանց մեջ համբերություն ձեռք բերես, մարդիկ վերջը պետք է փնտրեին Աստծուն, Տեր Աստված կամ Մովսեսյանը, ոնց ելք գտնենք։ Տեր ջան, ոնց է սրա ելքը մեզի գալու Ժողովուրդ ջան, շատ անգամ մենք համբերություն էլ չենք ունենում։ Երբ որ մարդը կարողանում է համբերել եւ համբերությամբ տանել այս ամեն բանը, եւ դու Աստծո փառքը տեսնելու ես Ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորիդ էլ սիրում է, Ժողովուրդ ջան։ Քու անկախ եղած վիճակի մեջ, ինչ վիճակի մեջ հիմա որ դու կաս, ով մարդ, եթե դու լսում ես Աստծո խոսքը, Տեր ասում է ինչ վիճակի մեջ որ դու կաս, ես քեզ սիրում եմ, Ժողովուրդ ջան։ Հələ պատկերացա քո երեխեն այն մի երեխեն որ հիվանդ է կամ ունի վերքեր, դու հանգած այդ երեխուն չես սիրում։ Այդ որ մայրը կարող ասի այսպես եմ, ես չեմ հավատա Ժողովուրդ ջան։ Այն երեխեք, որ այսօր հավատքի կյանքի մեջ վնասվել են, Աստված բայց երեխեքին ոնց կասի, որ ես քեզ չեմ սիրում։ Ընդհակառակ Աստված այդ երեխեքին ավելի է օգնում։ Դամար Տեր Հիսուս ասում է, ես 99 թողում եմ, գալում եմ, սիրելի տղա, սիրելի աղջիկ, քո հետևից եմ եկել։ Չէ Տեր ջան, դե մեղքերը շատ է, չէ Տեր ջան, չեմ կարա։ Ինչու համար չես կարողանում։ Ես եմ եկել քեզի հանելու, Տեր ասում է։ Ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի Ժողովուրդ ջան։ Տերը օրհնի, որ այսօր մեր հավատքը աճի Աստծո խոսքի վրա, Ժողովուրդ ջան։ Ինչ վիճակի մեջ որ դու կաս, Աստված ուզում է, որ դու իրան կանչես, իրան աղաղես, քո սերը բերես Տիրոջ առաջ եւ պետք է հավատաս քո հորը, Ժողովուրդ ջան։ Հավատաս, որ քո հայրդ ունի կարողություն այդ ամեն բանի, որ քեզ ազատի այդ խավարից։ Տերը քեզ լուսավորի, Տերը քո պրոբլեմների հարցը լուծի, արգելքները վերցնա քո կյանքից, Ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորիդ էլ օրհնի, Ժողովուրդ ջան, սկանոկը վերջացնենք, Տերը բոլորիդ օրհնի, առատապես օրհնի, մնաք Տիրոջ խաղաղության, Տիրոջ հավատքի եւ սիրո մեջ, Ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ։